Հարգելի ընկերներ, մենք փաստացի զրուցում ենք սոցիալական քաղաքականության եւ այդ քաղաքականությունը իրականացնող նաեւ անձանցից։ Սոցիալական քաղաքականությունը դա գթասրտության, մարդասիրության քաղաքականությունն է եւ այդ քաղաքականության պատմությունը արդեն հարյուրամյակներ շարունակ ուղղորդվել է այնպիսի օրինակներով, ինչպիսին էին Միշել Մոնտենը, Էրազմ Ռոտերդամցին, հետադենք ավելի մեծ ժամանակակիցների մեջ Մարտին Լյութեր Քինգը, Մար Թերեզան, Նելսոն Մանդելան, այս մարդիկ են, ովքեր իրենց կյանքով կարծես մի լուսատու լինեին եւ իրենց օրինակով, իրենց ստեղծագործություններով, իրենց դավանած արժեքներով, գաղափարներով լուսավորել մարդկային գթասրտության, մարդկանց ներսու լինելու իրական ճանապարհը։ Հիմա սոցիալական քաղաքականության մասին, որ մենք հիշատակում ենք այդ մեծագույն մտածողներին եւ մարդասերներին, բնականաբար մենք զուգահեռ ենք անցկացնում այն մարդու հետ, ով այս պահին Հայաստանի Հանրապետություն համակարգում է սոցիալական քաղաքականությունը։ Ձևավորում է կարծիք, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, որ այդ գթասրտությունից, մարդկանց օգնելու ինքնամղումից հեռու մարդ է։ Մարդիկ դա հասկացել են, որ այս մարդը պարզապես չի սիրում մարդկանց։ Մարդիկ նրա համար Excel-ի մի աղյուսակի տող են ընդամենը, մի թվական ցուցանիշ են, եւ այս անձնավորության նկատմամբ հանրության մեջ կա հստակ ձևավորված ոչ թե հակակրանք։ Նրա եւ հասարակության միջեւ կա մի անհուն ծով, Թումանյանի խոսքերով ասած, որտեղ լող են տալի գթասրտության նավի բեկորները։ Հիմա մենք փորձենք հասկանանք, ընդհանրենք այս ամեն ինչու մասին որ խոսում են, փորձենք հասկանանք ժողովուրդը ինչպես է վերաբերում այդ անձնավորությանը։ Քան դա սոցիալական ցանցերում շատ ակտիվ է եւ բավականին վիճելի ինչ որ այդպես բաներ է կատարում, գրառումներ է կատարում, մենք վերադառնանք մի հատ իր սոցիալական ցանցի օգտատիրոջ հաշվը թեթևակի ուսումնասիրենք եւ ոչ ստանդարտ կերպով ներկայացնենք այս մարդուն ժողովուրդը ոնց է վերաբերվում։ Հիմա ես պարզապես փոխանցում այն, ինչ մարդիկ գրում են։ Ոչ ավելացնում ենք, ոչ պակասեցնում ենք եւ կարծում եմ նա այս մեր ասուլիսը անպայման դիտում է, որովհետեւ կարծես թե հետամուտելն է մեր բոլոր աշխատանքներին եւ վստահ եմ, որ հիմա իրանք փոխանցենք նաեւ իր գրառման տակ մարդկանց թողած մեկնաբանությունները։ Պատկերացրեք 523 մեկնաբանություն կա նրա գրառման տակ, 523 մեկնաբանությունները հատիկ կարդացել եմ, մոտավորապես 98%-ը հուսահատության, ատելության, անեծքի, հայհոյանքի բառեր են։ Այդ հայհոյանքների մասին չեմ ուզում խոսամ, բնականաբար իմ կրթությունը, իմ դասերակցությունը ցույց չի տալիս, բայց հիմա ժողովրդական, այսպես ասած, խոսքը փոխանցում է սոցիալական բնագավառի համակարգողին։ Վերջը, աններով չեմ ասում, որտեղ ինքը իր էջում դրած է, ընդորում չի ալարում նույնիսկ հեռացնես ամեն ինչը։ Մարդիկ տեսեք ինչ են գրում։ Ողորմելի ստախոսներով բարբաջում եք, ինքները ձեզ ծափեք տալիս։ Հաջորդը մեկը գրում է հայտնի թուրքի լամուկ։ Մյուսը գրում է ապագան որն է, Արցախը տվեցիք, 5000 անվեղ երեխաներ զոհվեցին։ Մյուսը գրում է այ ճիվախ, անցյալը ջնջում եք։ Այդ մյուսը գրում է ապագա չկա առանց Արցախի։ Մյուսը գրում է դուք սպանել եք ապագան։ Այդ մյուսը գրում է քեզ համար շատ լավ է։ Հաջորդը գրում է եթե թոշակառուն որ երկիրը կառուցել է, շենացրել, դուք նրանց սովամահ եք անում։ Մյուսը գրում է սոված եկաք, շատ շուտ դարձաք միլիոնատեր։ Հիմա այս չեմ ուզում այս 500 մեկնաբանությունը ձեզ ներկայացնեմ։ Ինքներգետի դուք կարող եք մտնել իր էջը, կարդաք այս ամեն ինչը։ Խնդիրը ո՞րն է։ Խնդիրը նա է, որ այս մարդը մարդասեր չէ։ Այս մարդու համար թոշակառուները, ամենաթույլերը կարծես գոյություն չունեն։ Մենք լավագույն, այսպես ասած, ազատ մտքի տեր եւ մարդասեր օրինակ Նելսոն Մանդելայի խոսքերն եմ ուզում հիմա հիշեցնել։ Նելսոն Մանդելան ասում էր, որ պետության գնահատականը երևում է այնտեղ, թե նա ինչպես է վերաբերվում ամենաթույլերին։
այս անձնավորությունը, այս վերջին օրերին մեր հետ կապված ինչ-որ դիտարկումներ են կատարել, Մոլդովա, կեղծ ընդդիմություն, հիբրիդային պատերազմ, այն վարդ ինչ հիբրիդային պատերազմ, ինչի մասին է խոսքը։ Մենք եթե պատերազմ ենք մղում, մենք արդարության պատերազմ ենք մղում։ Մենք մղում ենք մոտապես 502,000 թոշակառուների եւ մոտապես 160,000 նպաստառուների համար այս անարդար վերաբերմունքը ձախողելու պատերազմ։ Մենք ուզում ենք, որ մարդիկ ապրեն բարեկեցիկ կյանքով։ Այդ անձնավորությունը, որը միլիոնավոր դրամների աշխատավարձ է ակնհայտորեն ստանում է 40, 50, 70 թոշակառուի այդ աղքատիկ բազմապատկած գումարը։ Հիմա մենք ինչ ենք իրեն առաջարկում։ Մենք իրեն առաջարկում ենք վերջ-վերջո վերադառնալ ողջամտության դաշտ եւ սոցիալական աշխատանքը կազմակերպել այնպես, որ երկրում սոված մարդ չլինի։ Թոշակառուն իրավունք չունի սոված քնելու։ Թոշակառուն իրավունք չունի դեղատան դիմաց, այսպես ասած, շշկլվելու, շփոթվելու։ Թոշակառուն իրավունք չունի ընդհանրենք այդ 36,000-ով կամ 49,000-ով նույնիսկ իր նյութական ամենաչքավոր պատկերացումներով այդ պահանջները անտեսված ունենալու։ Իհարկե հասկանալ է, որ բնակչության մի զգալի մասը մեր ավանդական ընտանիքների պատկերացումներով եւ մեր ավանդույթներով ծնողներին օգնում է։ Լավ, ինչ ասենք այն մարդկանց, ովքեր ընդհանրենք զավակներ չունեն։ Ինչ ասենք այն մարդկանց, ովքեր ընդհանրենք պարզապես մենակ են ապրում։ Կամ ինչ ասենք այն մարդկանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում օրական եկամուտ եւ ծախս ունեն 600 դրամի չափով։ Հիմա մենք առաջարկում ենք այդ անձնավորությանը դեմքով վերադառնալ շրջվել դեպի քաղաքացին, դեպի թոշակառուն եւ միայն ժամանակ թոշակառուներին հավաստիացնում են, որ մեր պայքարը հսակվելու հաջողությամբ եւ թոշակառուն Հայաստանի Հանրապետությունում պետք է ստանա թոշակ, որը 1 կոպեկ պակաս չի կարող լինել նվազագույն պարենտային զամբյուղից։ Կարծում եմ այսքանը բավարար է, մնացած հետևությունները հավանաբար այդ անձնավորությունը կանի եւ դա մենք անդադ հետամուտ ենք լինելու, հետևելու ենք եւ նրանց աշխատանքի ամենաանաչառ, կարելի ասել, դատավորն ենք լինելու, որովհետեւ մեր ետևում կես միլիոնից ավելի մարդ է։